X-Factor նախագիծը հետապնդում է մեկ նպատակ՝ բացահայտել անհայտը։ Կան մասնակիցներ, որ առաջին անգամ չէ, որ փորձում են իրենց հնարավորությունները։ Բարև ձեզ, ես Սյուզաննան եմ, 21 տարեկան, ապրում եմ քաղաք Երևանում։ Լուրջ քայլեր, որպես այդպիսին երգի ասպարեզում արել եմ 16 տարեկանում, երբ որ մասնակցեցի Հայ Սուպերստար 4 նախագծին։ Не смотри ты по сторонам, оставайся такой, как есть, оставайся сама собой. Целый мир освещает твои глаза, если в сердце живет любовь. Չեմ ուզի որևէ համեմատականներ անցկացնել X-Factor-ի եւ գալիք X-Factor-ի եւ Superstar-ի միջեւ, բայց մի բան կարող եմ ասել հաստատ, որ տարբերությունը ակնհայտ է լինելու։ 21-ամյա այս աղջկա մեջ դժվար է տեսնել եւ հիշել 16-ամյա Հայ Սուպերստար 4-ի մասնակցին, ով տպավորել էր ոչ միայն իր ելույթներով, այլ նաեւ էմոցիաներով։ Կոնկրետ միշտ ինձ համբուրում է, գրկում է ու շատ լավ է զգում իրեն, երբ անցնում է։ Ինչ եղավ։ Բա ինչ ես գոռում լացում։ Շատ էմոցիոնալ իրավիճակներում էի հայտնվում փուլ առ փուլ անցնելուց հետո, որովհետև լինել 16 տարեկան ու մրցույթների ընդհանրապես չմասնակցել եւ մասնակցել առաջին անգամ հեռուստանախագծում, այսինքն դպրոցական բեմից եւ մթնոլորտից այն կողմ ուրիշ ոչինչ չտեսնելով եւ գալես տեղ ու միանգամից տեսնելով այդ աստղային վիճակները, որովհետև քեզ հեռուստատեսությամբ տեսնում են, դու ոգևորվում ես առավել քան երբևէ։ Դրա համար դուք անցնում եք մյուս փուլ ու ես ձեզ շնորհավորում եմ։ Մի հատ գորա։ Let's go։ Բայց մի վարքյան։ Մենք ենք ձեզ անցկացրել առանց գուրես։ Ես չհասկացա այդ մոմենտը։ Արամից գրած է։ Արամուրես։ Ես կհիշացնեմ քեզ։ Տարբերությունը ակնհայտ է լինելու վոկալային առումով եւ առհասարակ, որովհետեւ Superstar ինձ համար շատ կարեւոր եւ փոքրիկ մի դպրոց էր, որը ես անցա շատ վաղ տարիքում եւ այսօր եկել ու մասնակցում եմ հենց Superstar-ի շնորհիվ։ Պետք է խոստովանեմ, որ շատ ստրեսային տարա, երբ որ գալափուլից հետո, առաջին գալա համերգից հետո լքեցի նախագիծը։ Մի բան ասեմ, որ կուզենայի, որ այդ իմ ծնողները լսեին։ Ես պայքարը միջև էր, բայց թող ինձ ներեն, որ ես հանկարծ չանցնեմ։ Որովհետև մի ուղղությամբ էի միշտ մտածում, որ անպայման պետք է անցնել, չգիտակցելով, որ մրցույթ է եւ կարող ես եւ անցնել եւ ոչ։ Ուղղակի ամեն մարդ ունի իր ժամանակը, իր պահը, պետք է անընդհատ աշխատել ու աճել։ Սյուզին այն մեկն է, ով լքում է նախագիծը։ Չեմ ծափահարություններ նրան։ X-Factor-ը ինձ համար այն նախագծերից մեկն է, որը ես կփորձեմ հաղթահարել իմ երազանքին հասնելու համար։ Այն ճանապարհներից մեկն է, այն փուլերից մեկը իմ ճանապարհի, որը ես պետք է անցնեմ եւ հուսամ, որ լավ կլինի։ Բարև ձեզ։ Ճիշտն ասած, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե Գլումովը արդյոք կհիշի, թե ոչ։ Ինձ թվում է կհիշի, չգիտեմ։ Ես ուղղակի Սյուզաննա ուզում քեզ ասեմ, որ մեկ-մեկ ինձ թվում էր, որ շատ բարձր էր գոռում։ Ամենադեպս շնորհավորում եմ, հիանալի տեսք ունես եւ շատ քաջ ես, դա կարևոր է։ Բարև ձեզ, Սյուզաննա, մենք ծանոթ ենք։
Ես Superstar 4-ից եմ եղել։ Ահա, ես էլ ասում որտեղից եմ ձեզ հիշում։ Եվ ինչ է փոխվել ձեր կյանքում։ Ընդունվել եմ թատերական ինստիտուտ, բայց վաղը ավարտում եմ։ Բայց վաղ ավարտում եմ լավ։ Սովորում եմ ռեժիսուրայի բաժնում, բայց ավելի ուզում եմ շարունակել որպես դերասանուհի, երգող դերասանուհի։ Ինչի՞ եք ընդունվել ռեժիսուրա եւ ավարտում եք վաղը, բայց ուզում եք դառնալ երգող դերասանուհի, չեմ ասում։ Որովհետև ուզում եմ առհասարակ ձևավորվել որպես արտիստ բեմում։ Ոչ թե որպես ռեժիսոր։ Ոչ թե որպես ուղակի երգչուհի։ Հա, Կիրթ մարդ։ լավ։ Ինչ եք երգելու։ Երգելու եմ Je suis malade։ Հիշում եմ, որ դուք Superstar 4-ում հասել էիք եզրափակիչ փուլ, Այո։ համերգների վաղ երգում եք Եվ առաջին գալից հետո ես դուրս։ Առաջի գալից հետո լացելով ահա որ հիմա էլ եք լացում։ Չէ։ Իսկ որ պետք եղավ բեմին։ Հիմա որ պետք եղավ թատերական sense մի հատ Այո, Եթե կերպարի մեջ կա, իհարկե լաց կարում եք բերեք։ Հիմա այս երգը ինչի մասին է։ Ինչի մասին։ տառապած սիրո մասին։ Ահա, շատ լավ։ Մենք սպասում ենք ձեր դերասանական վարպետության։ Արդյունքներին ենք սպասում։ Je ne rêve plus, je ne fume plus, je n'ai même plus d'histoire. Je suis seule sans toi, je suis laide sans toi, comme une orpheline dans un dortoir. Je n'ai plus envie de vivre ma vie, mais c'est ça quand tu pars. Je n'ai plus de vie, mais mon lit se transforme en guet-gare. Que tu t'envoies, je suis malade, complètement malade, comme quand ma mère sortait le soir et qu'elle me laissait seule avec mon désespoir. Je suis malade, complètement malade. Շատ զիլայք, ժողովուրդ։ Je ne jamais quand tu parles, c'est jamais sourd. Et ça va faire bientôt 2 ans. C'est tout, moi, tu. Si ça continue, je crèverai seul avec moi, près de ma radio, comme un gosse idiot, écoutant ma propre voix qui chantera. Je suis malade, complètement malade, comme quand ma mère sortait le soir et qu'elle me laissait seule avec mon désespoir. Je suis malade, c'est ça, je suis malade. Tu m'as privé de tous mes chants, tu m'as vidé de tous mes morts, et j'ai le cœur complètement malade, cerné de barricades. T'entends, je suis Ապրեց երգ, ապրեց։ Սուզաննա, ես գիտես որներ, Սուզանա, ես մալադեց, ես է Սուզան Մելքոնյանը աճել է, ձայնը հստակ ուժեղացել է, ճաշակն ալավացել, չգիտեմ, դա թատերական ինստիտուտն է, թե կյանքն է, բայց ես տեսնում եմ ուրիշ լրիվ մարդ եւ ուրիշ կերպար եւ ողջունում եմ ձեզ, շատ լավ էր, ապրեք։ Շնորհակալ եմ, մերսի քեզ։ Ես ցավոք սրտի ձեզ նախկինում չեմ տեսել, բայց այսօր ձեր ելույթը ինձ շատ դուր եկավ։ Ես զգացի Հիմա հստակ ավելի լավն է։
Ես հավատում եմ Գլումովին։ Շատ հետաքրքիր է, որ 21 տարեկանում, բայց այսքան հասունություն, թե կատարման մեջ, թե աչքերի մեջ, թե Շնչառության մեջ։ ամեն ինչի մեջ, այսինքն դրամատուրգիան, երգի եւ զգացողությունները, էմոցիոնալ ձեր դաշտի շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ էր ամեն նոտայի հետ, որ ձեր էմոցիան էլ ավելի եւ մի խոսքով կուլմինացիային հասցրեցիք, թե երգը, թե մեզ, թե հանդիսատեսին եւ վստահ եմ հեռուստադիտողին նույնպես։ Ապրեք, որ չեք կոտրվել տարիներ առաջ, այդպես ասած Գլումովը լացելով հեռացել եք եւ այսօր շատ վստահ վերադարձել եք։ Շնորհակալ եմ։ Սյուզաննա ջան, դուք ընդամենը 21 տարեկան եք, բայց այս կատարումից հետո ես ձեզ իրոք հարգում եմ։ Շատ չէ, իրոք կարող էր կատարումը սիրվել, ես բացի սիրելուց ձեզ հարգում եմ։ Շատ ոնց որ լուրջ երգչուհի տարիների փորձով այստեղ կանգնած հստակ կատարել։ Բրավո, շատ լավ էր, հոյակապ։ Շնորհակալ եմ անչափ, մերսի։ Հիմա ամենակարևորն է, որ մեր վճիրները լսելուց հետո հանկարծ թևեր չառնես ու հասնես, չգիտեմ ուր, քանի որ եթե լացելուց հետո ճիշտ եզրակացություններ արեցիր եւ 5 տարի անց դարար այսօրվա Սյուզաննան Գովեստի խոսքերից հետո էլ շատ հեշտ է հետո վայր ընկնել եւ դրա մասին եմ մտածի, դա շատ կարեւոր է։ Անցնենք վճիրներին ինձ։ Այո։ Հպարտությամբ քեզ ասում եմ այո։ Մերսի, շնորհակալ եմ։ Շատ վստահությամբ եմ ասում այո։ Շնորհակալ եմ։ Շատ կարևոր է լինելու հետագայում երգի ընտրությունը, որովհետև այս երգով դուք փայլեցիք եւ հենց այս երգով ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալ եմ։ Հիշելով ձեր անցյալը, ասում եմ ձեզ այո։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Բրավո։ Դե լավ կատարում է շշմելու, շատ լուրջ եմ ասում։ Տենց, հա, Մերսի շատ։ Դե դու ասա։ Ճիշտն ասած, չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել ժյուրիի Գլումովին անդամներից։ առանձնացա, ի՞նչ է, զռալ մռալ ինչ էր ասում։ Հաշվի առնելով անցյալը, այն որ ես սուպերստարին եմ մասնակցել, ինձ համար մի փոքր ավելի շատ կարևոր էր Գլումովի կարծիքը, որովհետև ինքը միակն էր, ով 16-17 տարեկանում ինձ տեսել, ինձ հետաքրքիր էր, արդյոք նա կասեր աճել եմ թե ոչ։ Եվ ինչ ասա։ Եվ ասեց, որ աճել եմ ու շատ շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, այս կարծիքներից հետո իմ գործը ավելի բարդ է ու ավելի պարտավորված եմ ինձ զգում։ Շատ պատասխանատու է հետոն լինելու։ Ալո, պապայիս հետ եմ։ Պապ 4 այոյով անցել եմ։ Հա, անցել եմ։ Ոչ եմ ամեն ինչ շատ լավ է, հիանալի է։ Լուսի ընտիր, գիտե, Գարիկը սենց անում, ասում է ես քեզ ոչ միայն ասում եմ բրավո, այլ նաև ես քեզ հարգում եմ, ասում է։ Հարգում եմ, ասում է, լսի այնքան լավ ընդունեցին, այնքան լավ։